Ողջույն սիրելի հետևորդներ, ես այսօր եկել եմ 107 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիների հետ հանդիպման եւ իհարկե իրենց անգլերենի ուսուցչուհու։ Տեսեք, ինչ լավ երիտասարդներ են, երեխեք, ձեռքով արեք։ Այո, մենք այսօր հաճելի զրույց ենք ունենալու, ինձ հարցեր են հղելու, ես պատասխանելու եմ եւ իհարկե շատ լավ ժամանակ ենք անցկացնել, այնպես որ այսինքն լավ բաներ են կատարվում։ Տեսեք ինչ շնորհքով են դատարկաձեռն չեն եկել։ Այս գրքից ես փոքր ժամանակ ունեցել եմ։ Բոլոր ժամանակների ամենալավ գիրքն է Մանուկների Աստվածաշունչը։ Շնորհակալ եմ ձեզ, անպայման իմ բալիկների համար կընթերցեմ եւ ահա իմ նվերը։ Այստեղ գրված է հույս հավատ սեր ամենակարևոր խոսքերը կյանքում առաջնորդվելու համար։ Ապրեք շատ ձեզ հաջողություններ եմ ցանկանում։ Ինչ ձեզ ոգեշնչեց ընտրել երգչու մասնագիտությունը։ Եթե անկեղծ չեմ էլ հասցրել ոգեշնչվեմ, որովհետև կան մարդիկ, որոնք ծնվում են իրանց բախտով ու ճակատագրով ու նաև մասնագիտությամբ։ Ես հենց այդպես ծնվել եմ։ Ու եթե չլիներ պապաս, չլիներ հետևողական, գուցե եւ ես չզբաղվեի այս գործով, կամ էլ զբաղվեի, բայց սիրողական մակարդակով։ Բայց փոքր ժամանակ բեմը շատ եմ սիրել։ Իսկ պապաս շատ էր համերգներ վայքում կազմակերպում ու հիմնականում մասնակցում էին Վայոց ձորի տաղանդավոր բալիկները, ու ես իրենց մեջ էի, ու երբ բեմ էի բարձրանում, ես կարողանում էի այդ կոնտակտը պահեի, այսինքն պարում էի, ծափ, այդ կոնտակտը շատ կարևոր է, ես այդ կարողանում էի տայի եւ ստանայի հանդիսատեսից, ու քանի որ նաեւ կային շատ տաղանդավոր կրթված մարդիկ, որոնք իմ հայրիկի ընկերներն էին, իրենք են լսել են ինձ, դեռ 2 տարեկանում լսել են ու ասել են, որ իսկապես Սիլվային մեծ ապագա է սպասվում, այնպես որ հետևիր։ Դե պապայիս էլ մի այդպիսի բան է պետք եղել, որովհետև ամբողջ կյանքում ինքը շատ երազել է կապ ունենա արվեստի հետ, բեմի հետ, ու Աստված իրան տվել է այդ հնարավորությունը մեր միջոցով։ Որ տարիքից եք սկսել զբաղվել երաժշտությամբ։ Պրոֆեսիոնալ բեմում 4 տարեկանից եմ եղել, արդեն այդ տարիքից նաև մասնակցում էի մրցույթների ու մեծ մասամբ հաղթանակած վերադառնում էի վայք։ Եվս մեկ հարցել, ինչ եք զգում, երբ լսում եք, որ ձեր երգերը ոգեշնչում են մարդկանց։ Նշանակում է, որ հենց այնպես չի, որ ես կամ, որ ես երգում եմ, այնքան իրոք ուժ է տալիս։ Հասկանում ես, որ իրոք իզուր չի քո արածը։ Եվս մեկ հարցել, որն է եղել ձեր ամենահիշարժան ելույթը։ Իմ ամենահիշարժան ելույթը։ Մեկը հիշում եմ տուրերի ժամանակ։ Մենք գնում էինք 1 ամսով, 15 օրով, այդպես տուրերի շրջագայության, Ռուսաստանի Դաշնություն, եւ այդ քաղաքներից մեկում Աստրախանում իմ ձայնը քաշվել էր։ Ամեն օր համերգ էր, ու շատ դժվար էր թե ֆիզիկապես, թե ձայնային առումով լինել նորմալ վիճակում։ Ու երբ որ ես բեմ բարձրացա, ժողովուրդը հասկացավ, որ ես ձայն չունեմ, որտեղ պես կիսաձայն էի խոսում, բայց ասեցի, չէ, միևնույնն է, ես պետքա երգեմ, թեկուզ կիսաձայն, բայց ես պետքա երգեմ։ Հասկացա, որ էլ չեմ կարողանում իմ կարողությունները ամբողջովին ցույց տամ, սկսեցի լացել ու հանդիսատեսը ամբողջապես մինչև վերջ երգեց գիշերը բառերով ու այնքան ոգևորեց ինձ իրոք այդ ելույթս։ Ով կամ ինչն է ամենաշատը ազդել ձեր երաժշտության ձևավորման վրա։ Տես, երբ որ փոքր էի, էլի եմ խոսել այդ մասին, Արև Բաղդասարյանի Ուսում դարա երգն էի շատ սիրում, իր այդ տարազով որ ինքը երգում էր, այդ ինձ ասում է նախշունը, բայց իր այդ բեմական այդ արվեստը դերասանական ինձ շատ ոգևորում էր։ Օրինակ հիմա Միլաս շատ Մայքլ Ջեքսոնն է սիրում ու լսում, ու այդ իմ համար այնքան ոգևորիչ է, ես շատ ուրախ եմ, որ Միլան ճիշտ երաժշտություն է լսում, իսկ մեր տարիներին ամեն ինչ լսել եմ, այսպես ասեմ, ռաբիզից սկսած, դասականից ավարտած, ու եթե դուք որոշեք, որ պետք է զբաղվեք երաժշտությամբ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, լսեք ամեն ինչ, որովհետև ինչքան էլ կարող է օրինակ երաժշտություն լինի, որ ձեր ականջին հաճելի չլինի, միևնույնն է, այդ երաժշտությունից դուք քաղելու եք այն, ինչ որ ձեզ պետք է։ Ու դա ձեզ ամբողջ կյանքում պետք է գալու, այնպես որ դա ուղղակի փոքրիկ խորհուրդ ձեզ։ Ինչպես եք վերաբերվում քննադատություններին։
Նորմալ, այդ չի կարա չլինի, անգամ յուրաքանչյուր լավի մեջ կլինեն մարդիկ, որ կգտնեն մի հատ վատ։ Դա նորմալ է։ Փառք Աստծո, ես այն երգչուհիներից չեմ, որ ինձ անդադ քննադատ են։ Ես ավելի շատ սեր եմ վայելում հանդիսատեսի կողմից եւ ավելի քիչ քննադատություն, բայց նաեւ դա վկայում է այն մասին, որ ես ճիշտ եմ արել մինչ օրս ինչ արել եմ, նաեւ միայն դա, այսինքն եթե ինչ-որ բաներ էլ եղել են, միշտ հաշվի եմ նստում ընտանիքի հետ առաջին հերթին, մենք ինքներս ենք քննարկում, թե ոնց անենք, ոնց չանենք։ Եթե լինում են էլ, դու պետքա դրան պատրաստ լինես ու ուշադրություն չդարձնես։ Ունեք երգ, որը մեծ նշանակություն ունի ձեզ համար։ Ուրեմն առաջին երգը դա Իմ լուսին երգն է։ Իմ լուսինը զանգահարել էր մի մարդ Ֆրանսիայում ապրող, ասեց, որ իր կինը ամբուժելի հիվանդ է, անունը Լուսինե է, եւ ինքը շատ է ուզում, որ իրան մի երգ նվիրի, միգուցե փոխի իրան։ Ծնվեց Իմ լուսին երգը, բառերը քույրիկս գրեց, ճիշտ այնպես, ինչպես որ իրենց կյանքն էր, որովհետև ինքը ասեց, մենք ունենք երկու բալիկ, ապրում ենք Ֆրանսիայում, շատ սիրում ենք իրար եւ այլ, ես ուզում եմ, որ ինքը հավատա, որ լավ է լինելու ու այդ բոլոր բառերը, որ լսեք, կա երգի մեջ։ Երգից հետո զանգահարում է այս մարդը ու ասում է, որ ինքը բուժվել է։ Ինքը հաղթահարել է անբուժելի հիվանդությունը։ Երկրորդ երգը դեպի երկինք երգս է։ Դեպի երկինք երգը գրվել է պատերազմից առաջ, նվիրված է մի տղայի, ով ապրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, էլի ցավոք սրտի տառապում էր այդ վատ հիվանդությամբ, քաղցկեղով։ Ինքը գրվեց մի մարդու համար, բայց դարձավ հազարավոր մարդկանց սփոփանք։ Ինչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ովքեր ցանկանում են դառնալ երգիչ կամ երաժիշտ կամ երգչուհի։ Ամենակարևորը կրթություն ստանալ։ Իսկ եղել է ժամանակ, որ երգը ձայնագրել եք, բայց դուրս չի եկել։ Ընդհանրապես դուրս չի եկել, թե ուշա դուրս եկել։ Երևի եղել է մի դեպք շատ, որ այդպես ձայնագրել ենք դուրս չի եկել, բայց որ գաս մեր ստուդիա ցույց տամ, թե ես քանի CD երգ ունեմ այնտեղ։ Բոլորը այդպես մնացել է։ Դու ինքդ էլ կզարմանաս։ Ուղղակի ժամանակի առումով չեմ հասցնում այդ ամբողջը թողարկեմ։ Հետո ասեմ երգերն էլ ունեն իրենց մոդան ժամանակը, եթե իրանց ճիշտ ժամանակին չես հանում, հետո մի քիչ ոնց որ անցնում է էլի իր ժամանակը։ Բայց եղել է երգեր, որ օրինակ իմ օրերով երգը, օրերով, չգիտեմ լսել եք երեխեք թե չէ, այդ երգս տևել է մի տարի, մինչև որ ինձ տվել են։ Ես գիտեմ ինչքան դժվար է իրանց գործը, այդքան երգողի գործը դժվար չի, այդքան երգրողի գործը դժվար չի, ինչքան գործիքավորողի, որովհետև ինքը պետքա այդ երկուսը միացնի իրար, մտածի, թե որ գործիքը համահունչ կլինի տվյալ երգողի ձայնի հետ, այդ գործիքի հետ ինչ տեսակ բասեր նվագես, այլ ինչ գործիքներ միքսես, որ սազի մի խոսքով մի ամբողջ տուն են իրենք կառուցում, այնպես որ չեմ մեղադրում, բայց եղել է երգ, որ օրինակ մի տարի հետո նոր ինձ տվել են մեկը այդ երգներ։ Ինչպես եք ընտրում այն երգերը, որոնք կատարում եք։ Հիմնականում իմ երգերի հեղինակ իմ քույրն է, Մանեն է, թե երաժշտության, թե խոսքերի հեղինակը ինքն է։ Եղել է, որ ինքը գրել է իր հոգունը, հա, բայց ունեմ նաև երգեր այլ հեղինակներից ու որպես օրինակ ասեմ, այլ հեղինակների դեպքում եղել է, որ օրինակ ուղարկել են ինձ 5 երգ կամ մի քանի երգ, կամ ես ոչինչ չեմ ընտրել, կամ ընտրել եմ որևէ մեկը։ Ում եմ ոնց, եթե ինքը դիպչում է իմ սրտին ու առաջին հերթին, եթե ես ինձ տեսնում եմ այդ երգի մեջ, ես ընտրում եմ դա։ Ու եթե դու փշրակաղում ես կամ քո սիրտը սենց մի անգամից սենց կպնում այդ երգին, նշանակում այդ երգը քոնն է։ Մի հատ հարց էլ տամ, էլի։ Որն է ձեր ամենասիրած երգը ու ինչի։ Իմ երգացանկից։ Երջանիկ եմ երգը, քիչ առաջ որ ասեց, երևի չկա տենց համերգ, որ ես այդ երգը լացելով չերգեմ, որովհետև ինձ համար շատ յուրահատուկ երգ է ինքը, իմ կյանքի պատմությունն է։ Նաև մի քանի երգ պիտի նշեմ, չեմ կարա մի երգ ասեմ, Գիշերը երգը, որովհետև արդեն 20 տարեկան է ինքը, բայց միևնույնն է ինքը չի հնանում ու ես արդեն եկել եմ այն համոզմունքին, որ սերունդներին կմնա։ Օրինակ արդեն գնում եմ նաև այն մտքին, որ խաչիկ-վաչիկն էլ կմնա որպես հումորային երգ, որովհետև տենց համերգ չկա, որ հարցնեմ, ասեմ, որ երգը կուզենաք երգեմ, խաչիկ-վաչիկը չգոռան ընտեղից, էլի։ Միշտ հումորային երգերի շարքում միգուցե, բայց որ Գիշերը ինձ համար արդեն դասական գործ է,
դա հաստատ։ Ժամանակակից հայ երգիչներ, երգչուհիներին լսում եք։ Դելիթ հա բրյունետն էլ շատ լավ տեսակ։ Անգամ Սերգեյ Զեյնալյանի երգերն էլ եմ շատ սիրում։ Դες լսել եք իրան։ Ռատնի նայդյոշ։ Հա, շատ սիրուն ձայն ունի ինքը, շատ սիրուն երգեր ունի։ Ըստ տրամադրության իհարկե, լինում է, որ այդպես կմիացնեմ կլսեմ։ Բայց այնպես է, որ sense սիրով լսում եմ, եթե հատկապես այդ լավ բան են անում որակով, շատ ավելի ուրախացնում այդ փաստը։ Իսկ ինչպես եք պատկերացնում հայկական երաժշտության ապագան։ Անկեղծ ասեմ, տեսեք, միշտ լավի կողքին կա վատը։ Այդ բոլոր ժամանակներում ա եղել։ Շատ ուրախացնում է մեր այս նոր սերնդի, խոսում եմ օրինակ այն ժամանակակից երգողների մասին, որոնք sense շատ հետաքրքիր ձևով են ներկայանում։ Ռեպը համատեղում են ինչ-որ թեթև երաժշտության հետ։ Այնքան տաղանդավոր սերունդ կա։ Հարցել որն է եղել ձեր ամենահիշարժան ելույթը։ Հիշում եմ տուրերի ժամանակ մենք գնում էինք 1 ամսով, 15 օրով, այդպես տուրերի եւ այդ քաղաքներից մեկում Աստրախանում իմ ձայնը քաշվել էր։ Ամեն օր համերգ էր, որ շատ դժվար էր թե ֆիզիկապես, թե ձայնային առումով լինել նորմալ վիճակում ու երբ որ ես բեմ բարձրացա, ժողովուրդը հասկացավ, որ ես ձայն չունեմ, որտեղ պես կիսաձայն էի խոսում, բայց ասեցի չէ, միևնույնն է, ես պետքա երգեմ, թեկուզ կիսաձայն, բայց ես պետքա երգեմ։ Հասկացա, որ ել չեմ կարողանում իմ կարողությունները ամբողջովին ցույց տամ, սկսեցի լացել ու հանդիսատեսը ամբողջապես մինչև վերջ երգեց գիշերը բառերով ու այնքան ոգևորեց ինձ իրոք այդ ելույթս տարիքի հետ ինքը ոնց որ քո հետ համահունչ քայլի։ Մեկ հարցել, իսկ մոտակա ժամանակներս ինչ որ երգի սպասենք։ Հա, իհարկե։ Չգիտեմ ինչի մեծ մասի մոտ թվում է թե ես էլ չեմ երգում։ Երևի դա մի քիչ կապված է ամուսնանալ, բալիկներ ունենալու հետ։ Ավելի շատ ոնց որ ինձ ասոցացնում են որպես մամա, հետո արտիստ, բայց ես միշտ եմ աշխատել, իսկ երգեր միշտ եմ ձայնագրել, բացառություն չի նաև այս տարի արդեն շատ ակտիվ լիքը երգեր ունեմ, այս պահին գործիքավորման փուլի մեջ են, նաև տեսալովակներով կներկայացնեմ։ Ես ուղղակի չեմ կարող չի երգել, որովհետև այդ իմ կյանքն է, այդ իմ ապրելակերպն է, ես չեմ կարող թողնել երգը։ Այդ նույնն է ոնց որ ես թողնեմ իմ բալիկին։ Դա աստված, որ երբեք նման ընտրության առաջ ես չկանգնեմ։ Ով է դες համար կոմիտասը։ Վարդապետ։ Իզուր չի որ իրեն այդպես են կոչել։ Տեսեք, օրինակ ես ունեմ իմ երգացանկում Սայաթ Նովա եմ երգում, Յարե ներվածիմը, հիմա շատ տրենդային է դարձել, բայց ես Սայաթ Նովա երգելու համար գնացել եմ հատուկ Մխիթար Քեցյանի մոտ, ով որ ժողովրդական երգերի այսպես ճիշտ երգողն է, հա, ինքը գիտի, որ ոնց անես, գնացել եմ, պարապել եմ ու նոր երգել եմ։ Ու այդ է պատճառը, որ մինչ օրս ինձ մեկնաբանություն չկա այդ երգի հետ կապված, որ ես ինչ-որ բան սխալ եմ երգում։ Իսկ կոմիտասը դա ինձ համար մի անձեռն մխելի տեսակ է։ Ես օրինակ կյանքում առանց կոմիտասին լուրջ մոտենալու ես չեմ վերցնել ու երգեմ իր երգերից։ Եթե ես որոշեմ օրերից մի օր երգեմ կոմիտաս, ես պետքա գնամ կոմիտասագետի մոտ ու ասեմ ինձ ճիշտ ձևով սովորացրու ես երգեմ։ Ցանկանաք փոխանցել ձեր երիտասարդ լսարանին։ Ցավոք սրտի մեր մասնագիտության մեջ շատ պահեր կան հիասթափության կոտրվելու։ Դրանք պատկերացնում մինչև օրս կան։ Նույնիսկ կապ չունի դու կայացած ես արդեն թե ոչ։ Անընդհատ հանդիպում ես ինչ-որ խոչընդոտների, հանդիպում ես ինչ-որ մարդկանց, ինչ-որ պահերի, որ քեզ կարող են կոտրել։ Բայց կարևորը որ դու անկոտրում մնաս, հավատաս, թե ուր ես գնում։ Եթե դու հավատում ես ուր ես գնում, Աստված քեզ ճանապարհ է տալիս։
Ուզում եմ ասեմ, անչափ շնորհակալ եմ, որ դուք ձեր ժամանակը մեզ տրամադրեցիք։ Կուզեմ մի հարց տալ ձեզ։ Ես գիտեմ, որ դուք շատ դժվարությամբ եք մանուկ հասակից հասել այս ամեն ինչին։ Այս ժամանակ հաստատ ավելի դժվար էր, քան հիմա ներկայիս սերունդների համար։ Ուղղակի կցանկանամ ասել, ինչ խորհուրդ կտաք այս ժամանակակից աշխարհում, ինչպես կարող են հասնել այդ նպատակին իրենք։ Մեր ճանապարհը իրոք շատ դժվար է եղել երեխեք։ Մենք մեր տունն ենք կորցրել, եղել է որ վարձով ենք ապրել անընդհատ, եղել է որ ուտելու բանել չենք ունեցել։ Ես շատ բաներ եմ երազել ունենալ, բայց ֆինանսապես չի եղել, որ ես դա ունենամ։ Իհարկե, պապաս ամեն ինչ արել է, որ մեզ պահի ուրախ։ Գլխավորը որ այդ ամեն ինչի մեջ մենք մեր ջերմությունը միմյանց հանդեպ, մեր սերը չենք կորցրել, հավատացել ենք, բոլորս նայել ենք մի ուղղությամբ ու հավատացել ենք, որ կգա մի օր, որ ամեն ինչ լավ է լինելու, շատ մի խոսքով դժվարություններ եմ ունեցել։ Գիտեմ, որ այդ դժվարությունները հիմա այս սերունդը այդպես չի անցնում, ոնց որ Արմինեն ասեց։ Այդքան դժվար չի, բայց նայեք, ինչ որ դժվարությամբ ձեռք եք բերում, դա արժևորում եք շատ։ Բայց ինչ որ հեշտ է տրվում, հեշտ էլ մոռացվում ու գնում է։ Եթե ձեր ճանապարհին դժվարություններ կլինեն, ուրեմն այդպես է պետք։ Ուրեմն իմացեք, որ Աստված գիտի, որ դուք այս չափի փորձության կարա ձեզ ենթարկի։ Աստված երբեք ոչ մեկին իր ուժերից ավել փորձություն չի տալիս։ Տալիս է այնքան, ինչքան որ ինքը ունակ է հաղթահարելու։ Ու ինչքան դժվարությամբ հասնեք, այնքան կգնահատեք այն, ինչ որ դուք ունեք։ Մի քիչ ժամանակակից սերունդը շատ ասում են հեռախոսներ են մտնում, դա չենք կարող, օրինակ ես ինչքան էլ իմ բալիկներին հիմա սառան չէ, բայց Միլային մինչև 6 տարեկան, իսկ մինչև դպրոց գնալի ես կարողացա իրան հետ պահեմ այդ գադջետային բաներից։ Շատ մի տրվեք այդ ամեն ինչին, լավ, ամենակարևորը միշտ հարգեք դիմացինին, հարգեք ձեզանից մեծերին, ձեր ուսուցչուհուն, որ շատ արտակարգ մարդ է ինքը ու որ կարողացել է ամեն ինչ անում է, որ ձեզ սենց լավ օր պարգևի։ Շնորհակալ եմ։ Եվ ուսուցչուհիները ու ուսուցիչները լինում են ծնողի պես, ոնց որ ձեր ծնողին եք սիրում, այդպես էլ պետք է հարգեք ու սիրեք ձեր ուսուցիչներին, ձեր հայրենիքին։ Տեսեք, շատ եմ լսում, որ նեղացած գնաց, հա, ինչ որ մեկից, բայց դա վերագրում են, որ երկրից չեն կարա նեղացած գնան, նեղացած գնում են ինչ-որ մեկից, բայց թերություններով, առավելություններով հանդերձ սիրեք ձեր երկիրը, սիրեք, սուրբ է այս հողը, ես ինչքան էլ գնացել եմ արտերկիր, հա, միգուցե շատ ավելի սիրուն երկրներ կան, շատ ավելի առավելություններով շատ երկրներ կան, բայց մեկը իմ համար ամենալավ երկիրը աշխարհում այդ Հայաստանն է։ Մենակ նաև դրա համար, որ դու կարողա դուրսը ընկնես, վատը զգաս ու քո ազգակիցը քեզ մոտենա օգնություն քեզ տա։ Այդ արդեն հավատացեք մեծ բան է։ Ձեր ազգին, ձեր լեզուն, ձեր հայրենիքը, ձեր ընտանիքի անդամներին, ընտանիքը, ամեն ինչը շատ սիրեք, երեխեք, սերը երբեք չկորցնեք։ Ոչ մի բանի հանդեպ, ձեր բռնած գործի հանդեպ, ոչ ինչի հանդեպ մի կորցեք, այդ սերը շատ է օգնում, որ դու առաջ շարժվես, կապ չունի ինչա, հավատը ու սերը, ու ամեն ինչ լավ կլինի։ Անչափ շնորհակալ ենք ձեզ Սիլվա ջան։ Ես էլ ձեզ։